Բացվում է օպերային թատրոնի վարագույրը, բեմում պարարվեստի քոլեջի ուսանողներն են։ Թատրոնը պատրաստվում է ճպուրն ու մրջյունը բալետային ներկայացման առաջնախաղին։ Ստեփան Լուսիկյանի երաժշտությամբ այս ներկայացումը դեռևս 90-ական թվականներին բեմադրել է անվանի բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանը։ 30 տարի անց ներկայացումը դարձյալ բեմ է բարձրանում, բայց արդեն նոր շնչով ու գույներով։ Բեմադրող բալետմայստեր, լիբրետոյի հեղինակ Դավիթ Գալստյանը բոլոր մանուկներին հրավիրում է ականատես լինելու թատերական հրաշքի։ Կարծում եմ շատ գեղեցիկ մանկական բալետային ներկայացում է ստացվել մեզ մոտ, այսօրվա ներկայացում, որը կարծում եմ նոր շուրջ է հաղորդելու մեր բալետային կյանքում եւ օպերայի թատրոնի խաղացանկին։ Ներկայացման մեջ զբաղված են 70-ից ավելի սաներ եւ ես այն բեմադրել եմ երկու ոճով՝ ժամանակակից մրջյունները ամբողջը ժամանակակից պարե եւ ճպուրը բզեզները անտառի իր բնակիչները մնացած բալետային լեզվով են բեմադրել եւ ես կարծում եմ որ հենց այս կոնտրաստը շատ հետաքրքիր է այսօրվա հանդիսատեսի համար լինելու բնականաբար չմոռանալով ինչպես է բեմը ձևավորված լուսավորությունը զգեստները եւ նաեւ եռաչափ անիմացիան որը մեզ եւ մեկ փոքրիկներին տանելու է մի հեքիաթային աշխարհ եւ ես այնպես եմ փորձել բեմադրել որպեսզի յուրաքանչյուրին հնարավորություն տամ մտածելու եւ իր հետ վերցնելու ինչը որ ինքը զգում է։ Ճպուրն ու մրջյունը բալետային ներկայացման նոր շունչ տալու գաղափարը մայստրո Կարեն Դուրգարյանինն է։ Ստեղծագործական խումբը մանրակրկիտ աշխատել է յուրաքանչյուր դետալի վրա, դեկորներից մինչև լուսային ձևավորում։ Որոշեցինք երկրորդ կյանքը տալ եւ վերակենդանացնել, բեմ բարձրացնել ճպուրն ու մրջյունը։ Մայստրո Դուրգարյանը կարողացավ կապվել պարոն Գալստյանի հետ առաջարկ անելով, որ կարողանանք բալետին նոր շունչ տալ եւ քանի որ մանկական էր, մեզ համար հետաքրքիր փորձ էր նաեւ։ Պատահական չէ, որ ներկայացմանը ներգրաված են պարարվեստի քոլեջի սաները։ Դրանով հիմք է դրվում օպերային եւ բալետի ակադեմիական թատրոնի հետ համագործակցությանը։ Մեզ համար առանցքային էր, որ այստեղ կպարեին ոչ թե մեր արտիստները, այլ մենք կարողացանք ներգրավել Պարարվեստի պետական ակադեմիայի սաներին եւ հնարավորություն տալով նրանց ունենալ պրոֆեսիոնալ բեմ, պրոֆեսիոնալ հարթակ եւ ներկանալ առավել պրոֆեսիոնալ պայմաններում եւ դրանով մենք որոշակիորեն նաեւ լուծում ենք մեր ապագա արտիստների հարցը իհարկե։ Այս համագործակցությամբ երկու կառույցները մասնակցում են պետության ամրագրած մշակույթի ռազմավարության իրականացմանը։ Պիտի ասեմ, որ այս ծրագիրը բացի այն, որ գեղարվեստական եւ գեղագիտական շատ կարեւոր բնույթ է կրում, սա նաեւ մեզ համար կրթական շղթայի ամրապնդման ծրագիր է։ Հրաշալի երաժշտություն եւ հրաշալի թեմա երեխաների համար։ Այստեղ պետք է նաեւ անկեղծ լինել եւ ասել, որ ուղերձ կա եւ երեխաների, երիտասարդների եւ մեզ բոլորիս համար։ Ճպուրն ու մրջյունը, ինչպես ասացիք, մեր սիրելի ստեղծագործությունն է, բայց նա ուղերձ է, այսինքն ով քրտնաջան սովորում է, ով քրտնաջան աշխատում է, ով քրտնաջան մասնակցում է կոլեկտիվ աշխատանքներին, նա անպայման արդյունքի է հասնում։ Երկու գործողությամբ մանկական բալետի առաջնախաղի վարագույրները կբացվեն մարտի 15-ին։ Արմինե Գևորգյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։